Պարկասում։ Ասմա երանի են ժողովորդին, որ կանչում ակ քո անունը։ Այն որ խնդիր ես ունում սիրելիս, որ մի խնդիր ես ունենում ու հենց մի խնդիր ա գալիս ինչ են ասում։ Մի հատ շուտ զանգեք Աշոտին։ Չէ, աշխարհիկների մոտ ոնց է։ Զանգեք հոպարին, զանգեք քավորին։ Ինքը կասի ինչ անենք, զանգեք պապային։ Ասմա երանի են ժողովորդին, որ կանչում անունը քո։ Ամեն, մենք զանգում ենք երկինք, հա։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի քեզ։ Կողքինից ճպտալու ժամանակն եկել է։ Ուղղակի մի ճպտան, այն ճպտա, որ ինքը զգա, որ իրոք Աստծո սերը քո մեջ է իր հանդեպ։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի մեր փառաբանությանը, շնորհակալություն շատ։ Օրհնվեն բոլոր նրանք, ովքեր մեզ համացանցով են նայում, երանի ձեզ, որ ձեր Աստվածը Հիսուսն է։ Հա, այս աշխարհում այսպես կոչված շատ աստվածներ կան, շատ ծիծաղալու աստվածներ կան, այս վերջերս որոշ քրիստոնեությունից շեղված ուսմունքների մեջ լսում են մարդիկ ոնց են հավատում իրանց աստվածների հեքիաթներին ծիծաղս գալիս է։ Զարմանում են ոնց են կորորեն հավատում ինչ որ մեկի դիվային լեգենդի, բայց երանի մեզ, որ մենք հենց այն Աստծուն ենք հավատում, ով մեզ փրկել է, ով գնաց, խաչվեց, փրկեց, գնաց երկինք, ասես գալու եմ ձեր հետևից, որբ չեք մնա, հա, բոլոր այսպես կոչված աստվածիկներն ու չգիտեմ ինչիկները, եկե մի բան ասե գնացել են, ասել են հաջող, մնաք բարով, ճակատագիրը բաժանում է մեզ, Հիսուս ասեց ձեզ որբ չեմ թողի, կգամ ձեր հետևից, հա, այդ հենց Աստված ունեստում։ Փառք Տիրոջը, Փառք Տիրոջը, Տերը օրհնի քեզ, շատ լավ ես արել, որ այսօր եկել ես, ես էլ եմ լավ արել, չէ, ինչ լավ է, որ եկել ենք, չէ, բոլորս, ես նախանցաչափած Երևանում էի ծառայում, Զատկից հետո գնացել էի Երևան, շատ լավ ծառայություններ ունեցանք, մոտ 500 հոգի 2 օրում մարդ ապաշխարեց, շատ լավ ծառայություններ էր դահլիճում, Փառք Տիրոջը, հետո Սիբիրում էի Նիժնիվարտովսկում լավ կոնֆերանս ունեցանք, 2 օր այնտեղ մոտ 200 ավագ ու հովիվներ հավաքվել էին, իրանց ազատագրման բժշկության ոնց որ սեմինար անցկացրեցի, հետո ծառայեցի 2 քաղաքում ու հետ եկա տուն։ Փառք Տիրոջը, նենց որ եկանք հասանք տուն, Աստված օրհնի շատ։ Փառք ամենակարող Աստծուն, ուզում եմ մի պատմություն այսօր նայենք իրար հետ, Հովհաննեսի ավետարանից, վերնագիրը դրել եմ այսպես, մի ուրիշ լուծում, մարդկային էությունը գիտեք ինչ հետաքրքիր բան ունի, սենց մոտեցում ունի, ինքը խնդիրը ստեղծում է հիմնականում, ինքը իրանով լուծումը գծում է, վերջում էլ զանգում է երկինք, ասում է, ամեն ինչ պատրաստել եմ, մենակ կնիքը խփի։ Դրած է, ոնց է եղել, ինչ է եղել, հիմա ոնց պիտի գնամ, ինչ պիտի անեմ, կնիքը խփի։ Սխալ ներդրում եմ արել, բանկը հիմա ուզում է տունս վերցնի, Օրքուրի տղա Վարդանին զանգելու եմ, ինքը հետ փողը տա, տանեմ փագեմ, սաղ որոշված է խփի։ Դու մենակ ասա, այո, Վարդանի սիրտը կբացեմ, կտա քեզ այդ գումարը։ Մենք սիրում ենք, էլ ընդհանրապես մարդը սիրում է ամեն ինչ դնի իր ուզածով, իր ճանապարհով գծի, վերջում էլ երկնքից մի հատ կնիկ դե խփի հրաշքդ, որ երևա, որ ես քո զավակն եմ, հա։ Դրա համար վերնագիրը դրել եմ այսպես, մի ուրիշ լուծում։ Հովհաննեսի ավետարան 4-րդ գլուխ 46 խոսքից։ Հիսուսը դարձյալ եկավ Գալիլեայի Կաննան, ուր ջուրը գինի արեց։ Մի ազնվական մարդ կար, որի որդին Կափառնայումի մեջ հիվանդ էր։ Հիսուսը վերադարձել այն քաղաքը, որտեղ գինու հրաշքներ արել, մեծ հրաշքներ էր արել, եւ քաղաքը իրան ճանաչում էր։ Երբ որ ճանաչում են, որ եկել է այն հրաշագործը, քաղաքը խառնվում է իրար։ Գրված է Հիսուսը վերադարձել էր այն քաղաքը, որտեղ իրանց սիրտը արդեն բաց է իրան ընդունելու։ Ինչը շատ կարևոր է, հա, երբ որ մարդը սիրտը բացում է, Աստված ավելի հեշտ է աշխատում իր հետ։ Երբ որ մարդը կասկածների մեջ է, անհավատության մեջ է, ճանապարհը փակ է։ Եվ սրտները բաց, ամեն ինչ նորմալ, ուղղակի մի մարդ կար այդ քաղաքում, կողքի քաղաքում, Կափառնայումում,
մի մեծահարուստ մարդ։ Ռուսերենում ուրիշ լեզուներով ավելի տենց ազնվականի տեղ գրածա ցարադվորեց, այսինքն թագավորական պալատից մեկը, այսինքն շատ անվանի մարդ էր, թագավորի ներկայացուցիչը միգուցե այդ քաղաքում, ով որ գնում, կարողանում է թագավորի պալատ մտնել դուրս գալ։ Ու այս մարդը խնդիր ուներ իր տանը, ողբերգություն էր մոտենում իր տանը, որովհետև երեխան մահամերձ էր, որդին մահանում էր, եւ գրված է այսպես. այդ մարդը լսելով թե Հիսուսը Հրեաստանից եկել է Գալիլեա, լսեց, եկան ասեցին լսի, լույս կա, հույս կա, հնարավորություն կա, Հիսուսը եկել է, Հիսուսը վերադարձել է, բարի լուր, Հիսուսը եկել է, լսեց, որ եկել է իր քաղաք։ Մի հատ բարի լուր ասեմ, որ անցնեմ առաջ։ Քո համար էլ բարի լուր ունեմ։ Հիսուսը վաղուց եկել է քո կյանք։ Հա, վաղուց եկել է, հետ է դա, հա։ Լսի, այդ ուղակի չի, իրոք քո հետ է Հիսուսը։ Այդ նենց չի, որ դարել է սովորություն այնքան ես լսել։ Ինքը իրոք հենց հիմա քո հետ է, ինքը քո կյանք է եկել։ Իր հրաշքներով, իր ամեն ինչով։ Վերադարձել է քո մոտ, հա։ Եկել է քեզ ոչ թե տանջի, եկել է ոչ թե քեզ կտանքների, չգիտեմ, ինչերի ենթարկի, եկել է ոչ թե քեզ քո հաճույքներից հեռացնի, ասենց ասեմ, այլ եկել է օրհնի, ազատի, բժշկի, սիրելիս, հա։ Մեկ-մեկ մարդիկ ասում են, որ ապաշխարեմ մտնելու եմ ինչ-որ ռամկաների մեջ։ Էսի չի կարելի, նի չի կարելի, ինչ չի կարելի, հələ կյանքում լիքը պլաններ ունեմ։ Գիտեք, շատ թերի անգրագետ պատկերացում է ամեն մարդու համար, երբ որ ինքը ասում է, ես ապաշխարեմ մտնելու եմ ինչ-որ ռամկայի մեջ։ Աստված երբեք ոչ մեկին ռամկաների մեջ չի մտցնում։ Երբ որ դու Հիսուսին ընդունում ես, դու ռամկաներից դուրս ես գալիս։ Գիտեք ինչ ասեց Հիսուսը իր մասին, ով է ինքը։ Ես ուզում եմ այդ տեղը կարդամ, Ղուկաս 4:18։ Ասում է՝ Տիրոջ հոգին իմ վրա է, որի համար էլ օծեց ինձ։ Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, կույրերին տեսողություն, խոցվածներին արձակելու, ազատելով։ Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Ահա թե ինչի համար է եկել Հիսուսը, ազատի, ոչ թե կապի։ Ազատի, երբ որ մարդը ասում է, բա որ ապաշխարեմ, մտնելու եմ ռամկաների մեջ, չեմ կարա խմեմ, չեմ կարա մեղք գործեմ, շնություն անեմ, չեմ կարա այս ինչ անեմ։ Գիտեք, սատանան այդ մակարդակի մարդկանց կուրացրել է։ Մարդը ռամկայի մեջ է, երբ որ մեղք է գործում, շնություն անում։ Ինքը շնության ոգով բռնված է։ Երբ որ մարդը խմում է, ինքը հարբեցողության ոգով է բռնված։ Ինքը կապված է, ինքը արդեն ռամկայի մեջ է, չի հասկանում։ Հիսուսն եկավ, ասեց, եկել եմ գերիներին ազատություն տամ։ Քրիստոնեությունը ռամկա չի, շրջանակ չի, հա, շրջանակ մի քիչ շատ բանան, քաղցր է հնչում։ Անենց մի քիչ վերացական է։ Քրիստոնեությունը ռամկաների մեջ չի գցում, սիրելիս, քրիստոնեությունը ազատ է արձակում։ Հասկանում եք, բռնված մարդը ինքը հենց խնդիրը գալիս է, ինքը բռնված է դրանով, վեկալում է այդ, վերցնում է դա ու գնում է դրա մեջ, որտեղ ինքը դրա մեջ կապված է, այդ ռամկայի մեջ է։ Հիսուսն եկավ, որ ազատություն տա մեզ։ Ոչ մի հավատացյալ, ոչ մի ռամկայի մեջ չի, սիրելիս, դա սուտն է սատանայի։ Դու ազատ ես։ Այնքան ազատ ես, որ դա քո վրա չի ազդում։ Երբ որ օրինակի համար մի, չգիտեմ, ասենք սուրճը չէր կարում առանց սուրճի, որ սուրճը չի լինում, քեզ տալիս ես պատերին արդեն, չգիտես ինչ անես։ Մեկ էլ մի օր ասում ես, լսի, ես ռամկա պետք չի ինձ։ Եթե իրանով բռնված եմ, չեմ ուզում այդ սուրճը։ Հետո մի շաբաթ հետո որ քեզ ասում են, մի հատ սուրճ դնենք, ինչ ես ասում դու։ Ասում ես, չէ, ես ազատ եմ։ Ես հոտը քաշում եմ, բայց չեմ ուզում, որտեվ ազատ եմ։ Քանի ազատ չես, ձեռքերդ դողում է։ Դու ռամկաների մեջ ես, ցանկացած խնդիր, ցանկացած մեղք, անգամ եթե մեղք չի, եթե կապված ես ինչ-որ բանով, դու արդեն ռամկայի մեջ ես, բայց Հիսուսն եկավ ասեց, ես եկել եմ ինչ անեմ, ռամկաները քանդեմ, ազատություն տամ ձեզ։ Գիտեք, որն է տարբերությունը
վանդակի մեջ գտնվող թութակի ու երկնքում սավառնող արծվի։ Արծիվը ռամկա չունի։ Թութակը մտածում է, թե ինքն է ազատ։ Գիտես ինչի, թութակը մտածում է, թե ինքը վերջն է։ Թութակը մտածում է, թե ինքը ամենադենց, չգիտեմ, ինքը իրանից ինչ որ բան է ներկայացնում, որովհետև ինքը տունը նստած է, ինչ որ մեկը փող աշխատում, որ իրան կերակրի, որ իրան ջուր տա։ Ինքը իր համար նստած է, ոչ աշխատում է, ոչ էլ։ Մի երկու աղմաղ բառ կկրկնի, կուրախանան, ծափ կտան, ու всё։ Տեսեք, ինքը իրան թվում է, թե ինքը վերջն է։ Արծիվը ամեն օր ինքն է իր որսը անում։ Բայց տեսել եք, երբ որ արծիվը սավառնում է, ինչ է։ Ոչ մի թութակ իր բուրմունքը չունի։ Հա, երբ որ արծիվը սավառնում է ազատ։ Ազատ իր համար սավառնում է։ Քրիստոնեությունը արծիվ է, թութակ չի։ Հա, Աստված ուզում է դու սավառնես, հա։ Փառք Տիրոջը։ Ուզում է սավառնենք, ոչ թե մեղքի ռամկաների մեջ կծկվենք։ Չապաշխարող մանավանդ հայր եղբայրների 90%-ի պատճառը է դա։ Բա իմ հաճույքները։ Բա ես ոնց մտնեմ ռամկաների մեջ։ Սիրելիս, դա ազատություն է։ Դու քո հաճույքներով քեզ սատանան կապել է, դժոխք է տանում։ Իսկ դա ազատություն է։ Գիտեք, արծիվը երբ ուզի կարա գա տեղավորվի թութակի վանդակի մեջ, բայց դա իրան պետք չի։ Հա կարա գա նստի, ասի կերակրեք ինձի, երբ ուզում եք կերակրեք, ինչ ուզում եք հետս արեք։ Ես դառնամ ձեր անձնական խամարճիկը, մարիոնետը։ Ինչ բառ ասեք, ես կրկնեմ։ Սատանան այդ այնց է անում մարդուն, վերջնում սարքում է իր անձնականը։ Հիմա պետք է ասես սենց, հիմա սենց։ Այս մեկը լավ չի քո հետ, դաժանություն արա, այն մեկը վատ է, գողություն արա, սա անեց սենց։ Այդտեղ դժբախտացրու, դες բանի թութակի պես առաջնորդում է։ Հենց երբևէ տեսել ես ինչ որ մեկը երկրից բարձր գոռային սավառնող արծվին ասի հլասակատու Ծիծաղալու է, չէ։ Պատկերացրեք, բայց թութակին ասում ես, չէ, կատու։ Այնքան ես ասում, որ ինքը սովորի այդ բառերին կրկնի։ Բայց արծվին չես կարա, որովհետև ինքը ռամկաներ չունի, սիրելիս։ Ու մենք ազատ ենք, հա, մենք ռամկաներ չունենք։ Փառք Տիրոջը։ Դրա համար Հիսուսն եկել է մեզ ազատի։ Ու գրածա որ Այս մեր ազնվականը հետ գանք իրա մոտ, լսեց, որ Հիսուսը եկել է, ու եկավ իրա մոտ։ Գիտես, ինքը գիտեր Հիսուսը խի է եկել, դրա համար էլ ինքը եկավ Հիսուսի մոտ, ոչ թե մարդ ուղարկեց շքախմբով, որ իրան բերեն իրանց տուն, ոնց որ շատ մարդիկ անում են։ Գրում են, զանգում են, օգնականների միջոցով, սրա միջոցով, ծանոթի միջոցով մի հատ կգաք մեր տուն։ Ինչի։ Դե աղջիկս մի քիչ լավ չի, մի հատ գա կաղոթեք, մաման մի քիչ լավ չի, գա կաղոթեք։ Ասեմ դուք եկեք եկեղեցի։ Դե չէ, գիտեք ինձ մի քիչ ճանաչում են, մի քիչ սենց հանգարց կտենան։ Ես երեք մի հատ եղբոր հետ էինք խոսում, 3 առաջ որ միգուցե ստեղ է։ Ասում առաջ մտածում էի որ գնամ կարողա այս ինչ ասեն, ինչ ասեն գնացել է հետո, բայց ասացի, հելա մի րոպե, ոչ գողության եմ գնում, ոչ շնության, եկեղեցի եմ գնում, ինչ ուզում են թող ասեն, հա, սխալ տեղ չեմ գնում, ու շատ մարդիկ ես չեն հասկանում, կանչում են, ինչ կլինի արեք մեր տուն, ասեմ, չէ դուք արեք եկեղեցի, դե մի քիչ ամանչում ենք, դա ձեր խնդիրն է, Աստծուց ամանչում եք, ուզում եք Աստված գա ձեզ մի բան անի ձեր կյանքում, տենց չի լինում։ Այս մարդը գրածա ինքն էր եկել Հիսուսի մոտ։ Եկավ լսեց, հա, ու եկավ Հիսուսի մոտ։ Այս մարդուն ավելի դժվար էր սիրելիս։ Ոչ միայն ամոթ էր։ Ես ասեցի սկզբից մեծահարուստ մարդ էր ու ազնվական էր, թագավորական պալատից, պալատական մարդ էր։ Պատկերացնում եք, պալատական մեծահարուստը ճամփա է ընկել, գնում է կողքի քաղաքը, մի հատ 30 տարեկան երիտասարդի տեսնի, կողքի քաղաքից ում տեսնի կողքի քաղաքի հայտերի հետ աշխատող մի հատ եղբայր։ Փայտի մասնագետ, հա։ Դուռա սարքում, սեղանա սարքում։ Պատկերացնում եք, այդ մեր համար է Հիսուսը։ Իրանց համար կողքի քաղաքում իրանց աշկի դեմը մեծացած այդ մեր եղբայրն է, որին այսքան ժամանակվանից տեսել են։
Բայց ամոթը թողես մի կողմ, վախն է դրես մի կողմ։ Միգուցե ասեին, «Էս ուր ես գնում Հիսուսի մոտ։ Դու մեր քահանաներին դեմ ես, մեր պապական հավատքը թողել ես, էս ուր ես գնում»։ Հա, սիրում են, չէ՞ կրկնեմ պապական։ Գիտեք, հավատքը պապական, տատական չի լինում, գիտես ինչի։ Հավատքը հենց հիմա, հենց այսօր է։ Հենց հիմա, հենց այսօր է։ Պապուտ հավատքը քեզ չի օգնում։ Տատուտ աղոթքները քեզ կօգնեն, բայց տատուտ հավատքը չի օգնի քեզ։ Դա քոնն է հենց այսօր է։ Այսօր է կամ հավատում ես կամ չես հավատում։ Տատիդ ու պապիդ աղոթքները կարան օգնեն, որ դու այսօր ստեղ լինես։ Շատերին ես որ ապաշխարում են հաշտում եմ, մեկի տեսնում ես պապը հոգևոր ծառայող ա եղել, պապը չգիտեմ ինչ ա եղել, տատին լավ աղոթող ա եղել, ճանապարհ, բայց հավատքը հենց քոնն է ու հենց այսօր է։ Ու այդ մարդը գիտես հաշվի չառա, ոչ իր պապական հավատքը, ոչ իր դիրքը, որտեվ այն ժամանակ հիշում եք պատմություններ կա գրքի մեջ շատ, որ անգամ մարդկանց արգելում էին, որ եթե հանգարց մեկը Հիսուսի անունը տա ժողովարանից վռնդեն։ Անցել էին արդեն կեղտոտ մեթոդների, չէին կարողանում մարդկանց վրա, որտեվ ապաշխարում էին, տեսնում էին, որ Հիսուսը իրական է, արդեն վախացնում էին։ Ժողովարանից կվռնդենք, աշխատանքից կհանենք, այս կանենք, այն կանենք։ Բայց այս մարդը եկել էր։ Այս մարդը եկել էր, գրածա եկավ նրա մոտ, եկավ Հիսուսի մոտ։ Աղաչում էր, որ իջնի իր որդուն բժշկի, որովհետև մեռնելու մոտ էր։ Մեռնելու մոտ էր, այսինքն երեխան մահանում էր, խնդիրը լուրջ էր։ Գիտես, մեկ խնդիրը այնքան լուրջ է ալնում, որ մարդը ամոթը դնում է մի կողմ։ Եթե մինչև այդ ամանչում էր, հիմա հասկանում է, ես ամանչելու բան չկա, երեխուս խաթր կգնամ։ Ամոթը դնեմ մի կողմ։ Երեխես մեռնելու մոտ է։ Պետքա ոտովել կգնամ, պետքա այդ երիտասարդի մոտ էլ կգնամ։ Ինձ հրաշք է պետք։ Եվ եկավ Հիսուսի մոտ, գիտեք ինչ ասում։ Ասում աղաչում եմ, երկար ճանապարհ եմ անցել, վերջապես եկել հասել եմ։ Աղաչում եմ իջի, որդուս բժշկի, այսինքն արի բժշկի, մահանում է։ Նորմալ պահանջ է, չէ՞։ Հիսուսը հենց դրա համար եկել էր, ես կարդացի, եկել էր խոցվածներին բժշկեր, կապվածներին արձակեր, դրա համար եկել։ Ու մարդը եկել է նորմալ պահանջ ասում։ Արի բժշկի, երկու բան, արի բժշկի։ Հիսուսը նրան ասեց, եթե նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա։ Ուզում ասի, լսի, հերիք է էլի, հերիք է նշաններով առաջնորդվեք, կլինի առանց նշանի հավատակ, կլինի հավատակ նրան, ինչ որ ես ասում եմ։ Հերիք է ամեն ինչի մեջ նշան մանգակ։ Եթե նշաններ չտեսնեք, չեք հավատա։ Գիտեք, նշան տեսնելով բոլորներ հավատում են։ Եթե հիմա ասեմ, գիտեք, Հիսուսը իսկական է, ռեալ է, որպեսզի դուք հիմա հավատաք, ես այսպես կանեմ, այս օդի մեջ աղբյուր կբացվի ու ջուր կգա, այստեղից, սենց անեմ ու ջուրը գա, գիտեք ինչ կլինի այս դահլիճում, բոլորը կչոքեն գետին ու կասեն, փառքես Տեր, դու իրական ես, գիտես առանց այս ճտ ու այս աղբյուրի էլ է ինքը իրական, այ դրան է ուզում ինքը մենք հավատանք, հա, ինքը չի ուզում հավատանք, որովհետև մի բան ենք տեսել։ Հիշում եք ինչ ասեց Թովմասին, որովհետև տեսար հավատացիր, երանի նրանց, որ չեն տենում ու հավատում են։ Հիմա ստեղ նույնն է ասում, հերիք չի նշան ուզեք։ Մեկ այնքան էին նշան ուզում, Հիսուսը լրիվ փակում էր նշանների ճանապարհը։ Հիշում եք, այդ տեղն էլ կարդա, Մատթեոսի ավետարանում գրած է, այսպես 16:1-ում, եւ փարիսեցիները եւ սադուկեցիները նրա մոտ եկան եւ փորձելով նրանից ուզում էին, որ երկնքից մի նշան ցույց տա նրանց։ Էլի նշան։ Պատկերացնում եք, եկել են ասում են, դե մի հատ երկնքից, դա իմ ասած է, մի հատ սենց արա, թող մի հատ ջուր գա օդից։ Երկնքից մի հատ նշան տուր մեզ, ոչ թե երկրի, այլ երկնքից։ Կարաս նենց անես ամպերով գրվի, չգիտեմ, բարև ձեզ։ Մի բան արա, երկնքից մի հատ նշան ցույց տուր։ Գիտեք, ինչ է ասում։ Չար ու շնացող ազգը նշան է խնդրում, ու նշան չի տրվի նրանց։ Բայց միայն Հովնան Մարգարեի նշանը եւ նրանց թողեց գնաց։ Տեսեք, կտրականապես հրաժարվեց։ Ասեց, այ չար ու շնացող ազգ։ Հերիք չի նշան ուզեք։
պատրաստի նշանը դեմներդ կանգնած է։ Դրանից մեծ նշան ինչ եք ուզում։ Ահա կույսը կհղիանա, մի որդի կծնի եւ նրա անունը կդնեն Էմանուել, Աստված մեր հետ։ Դրանից մեծ նշան, էլ ինչ եք ուզում ասում։ Դրա համար ասեց՝ մի հատ էլ նշան կլինի, բայց արդեն իմ գնալուց հետո։ Հովնանի նշանը, ոնց որ Հովնանը կետի փորում էր, ես էլ երկրի փորում կլնեմ։ Էս է իմ տասելիքը։ Ինչևէ, վերադառնանք մեր եղբոր մոտ, եկել է ասում է իջի բժշկի, մեռնում է։ Տեր իջի, քանի դեռ ազնվականը նրան ասեց, Տեր իջի դեռ քանի որ չի մեռել երեխաս։ Պատկերացնում եք, եկել է ասում է իջի բժշկի, ասում է նշան չլինի չեք հավատա, ու այս մարդը շարունակում է համոզել։ Հիսուս ինձ հոգևոր թեմաներով հիմա հարցեր մի տուր, մի խորացի, էլի խնդրում եմ, ուրիշ տեղ ես գնում, երեխես մեռնում է։ Տեսեք կրկնում ասում է Տեր իջի դեռ, քանի որ չի մեռել երեխաս։ Այն երկու պունկտը կիրականացնես, որ ապրի։ Իջի բժշկի էլի։ Հիմա ես խոսում եմ իմ ողբերգությունից, դու ասում ես հավատք, այս կողմ, այն կողմ, խնդիր ունեմ, քանի դեռ չի մահացել, ասում եմ։ Մի քիչ որ խոսանք կմահանա։ Բայց ես իր ասացի մեջ ամենակարևորը բառը գիտես որն է։ Ասում է Տեր։ Ազնվականը Հիսուսին ասում է Տեր։ Պալատականը մի հատ փուճուր գյուղաքաղաքից մի հատ երիտասարդի ասում է Տեր։ Այդ գիտես ինչ է նշանակում։ Նշանակում է գիտեմ ում մոտ եմ եկե։ Նշանակում է գիտեմ ում եմ դիմում հիմա ես։ Ես գիտեմ դու ով ես։ Դու ինչ որ մի հատ փակայնագործ են ասում հայերեն, ոնց են ասում։ Փայտի հետ աշխատող չես։ Ես գիտեմ ում եմ դիմում, երբ որ ասում եմ Տեր, իջի։ Մենք գիտակցում ենք ու մենք դիմում որ ասում ենք Հիսուս արի։ Հիսուս արի։ Արի իմ խնդիրը լուծի։ Արի օգնի, արի օրհնի, արի բարձրացրու։ Շատ կարևոր է, ամեն ինչ սկսում է տեղից։ Եթե գիտակցում ես ում ես դիմում, լրիվ ուրիշ ձևով Աստված սկսում աշխատել քո կյանքում։ Լրիվ ուրիշ ձևով։ Բայց եթե ձեռի հետ ուղակի փորձում ես, երկինքն է ձեռի հետ մի երկու հրեշտակ ուղարկի կասի մի երկու բան ընդ թեթևացրեք իր ծանրությունից։ 100 կիլո է տանում, մի 2 կիլո վերցրեք, ձեռի հետ։ Բայց երբ որ գիտակցում ես ում ես դիմում, ում դիմում ես իրանից էլ ստանում ես։ Ասում է Տեր, իջի, քանի դեռ չի մեռել երեխաս։ Հիսուսն է նրան ասեց. Գնա, քո որդին կենդանի է։ Ինչ։ Ես քեզ ասում եմ իջի բժշկի, դու ասում ես գնա, որդիդ կենդանի է։ Հիշում եք, հա ինչ էր խնդրում, երկու անգամ խնդրեց, իջի բժշկի։ Հիսուսն ինչ է ասում։ Այս մարդն ասում է արի մեռնում է։ Հիսուսն ասում է գնա ապրում է։ Ոնց որ իր հետ կապ չունի։ Ես եկել եմ քո հետևից։ Եկել եմ ասեմ արի գնանք։ Գիտես, մի ուրիշ լուծում կա։ Ամեն իրավիճակում չի որ քո ուզածով պիտի Աստված գործի։ Մենք ուզում ենք Աստված բերենք, խցկենք մեր ուզած ճանապարհով մեր հարցի լուծման համար։ Արի գնանք իրար հետ, որովհետև երեխան մեռնում է, արի ձեռը դիր վրան թող բժշկվի։ Ես ասում եմ գնա ապրում է։ Ինչ։ Երկու անգամ խնդրեցի։ Գիտես շատ հաճախ Աստծո լուծումը իմ ու քո խնդրածին ընդհանրապես կապ չունի մեր ուզածից։ Տեր Աստված խնդրում եմ էլի կռվել ենք։ Լարիսայի հետ կռվել եմ, խնդրում եմ։ Բարիշացրում ես։ Մեկ էլ SMS-ը գալի Լարիսայից, վերջ, էլ երբեք մենք իրար հետ ոչ մի շփում։ Ոնց որ ուրիշ բան էին նոր աղոթում։ Գիտես, հենց SMS-ը Լարիսայից գալիս է, հաջորդ օրը մտածում ես Աստված քեզ չի սիրում, Լարիսան քեզ չի սիրում, մնացիր մենակ, ուզում էիր ամուսնանալ, ընտանիք կազմեիր։ Բայց հաջորդ օրը միամիտ հանդիպում ես Արմինեին։ Ու հասկանում ես, որ էդ է քո կյանքի կեսը։
Բայց ես ուրիշ լուծում էի ուզում, ուրիշ բանի համար էի աղոթել։ Հա, շատ հաճախ ոչ քո աղոթքի պատասխանը, ոչ էլ ճանապարհը, որով Աստված աշխատում է, ոչ մի կապ չունեն։ Ոչ մի կապ չունեն։ Այն որ դու ես ծրագրը, այն որ Աստված է անում։ Գիտես, որտեղ Աստված ասում է, իմ ճանապարհները ձեր ճանապարհները չի։ Իմ ճանապարհը ձերը չի, այսինքն բան ես ուզում ինձանից։ Մի վերցրու թուղթն ու գրիչը ու կանոնը ու գծի, թե ոնց ես այդ բանը բերեմ հասցնեմ տեղ։ Դու երկնային նավիգացիայից տեղյակ չես։ Հա? Այն որ սխմում ես։ Եկեղեցի դամոյի, մեկ է նավիգացիան տալիս է ոնց հասնես տուն։ Այս այն դեպքը չի։ Այնտեղ լրիվ ուրիշ նավիգացիա է։ Հա? Բան ունես ինձ ասելու, հա, ինչ ես ուզում։ Դե իջի էլի։ Իջի բժշկի։ Ասում եղավ, գնա բժշկվեց։ Նույն խնդիրը գիտեք ով ուներ։ Նեյմարը։ Նեյմար եմ ասում։ Նեյմար էր անում, Նեյմանը։ Նեյմարը ֆուտբոլիստ էր, տեսակ։ Մի տարի տարբերություն ու 3000 տարի համարյա տարբերություն եղավ, զգացիք։ Նեյմանը։ Գիտեք, մեծ հարուստ մարդ էր։ Եկել էր մարգարեի մոտ կանգնել է, ուրիշ երկրի թագավորի օգնական, վախենալու մարդ, միլիարդները հետը բերել է, շքախումբ է բերել, պատկերացնում եք ոնց է եկել։ Եկել է մարգարեի դրան մոտ առաջ կանգնել է, այդտեղ ուզում կարդամ 4-րդ թագավորաց 5:9։ Եվ Նեյմանը գնաց իր ձիերով, կառքով եւ կանգնեց Եղիսեի տան դրան մոտ։ Եվ պատգամավոր ուղարկեց նրա մոտ։ Տեսեք։ Եկել է կանգնել է։ Իր շքախմբով։ Ժամանակն է, չէ՞ որ Եղիսեն հազիվ առիթ է, մեծահարուստ է եկել։ Հետս գործերը լավացնեմ, վաղը մի բան պետք լինի, հարցերը կլուծենք, հա? Ոնց է լինում, որ հանգարց, չգիտեմ ինչ առիթով մի հատ հայտնի մարդ կամ մեծահարուստ կամ պաշտոնյա ինչ որ գործ է ունենալու հետդ։ Չէ, երեխուն չես տալի, ասես մի հատ իջացրես, կորժիկը փոխանցի, ասես բալա ես կտանեմ, առիթ է, կծանոթանամ, վաղը պետք կգա մեր հայերի, չէ։ Նեյմյան, հայ Նեյմյան, Նեյմյան եկել է կանգնել է իր շքախմբով, գրածա մարգարեն, սկի տնից դուրս չեկավ, պատգամավոր ուղարկեց։ Պատկերացնում եք, չի էլ դուրս գալի, ասում է, հա գնացեք իրան ասեք, գիտես ինչի է տենց ասում, ինքը գիտի ով է ինքը, ում ծառան է ինքը, էնի ում ծառան է, հա կապ չունի, որ ընդ է բարձր դիրքում է, այս մարդը ավելի բարձր դիրքում է, որտև իրանց դիրքերը սենց չի, որպեսզի մարգարեն իր հետ համեմատվի, Նեհեմիայի հետ, գիտես ինչ պետք է անի, պետք է իր դիրքից, իրանք ոչ թե սենց են, իրանք սենց են, ինքը պետք է իջնի 0 հոգևորում, աշխարհում բարձրանա Նեհեմիայի մոտ, ինքը այստեղ է ու ավելի բարձր, մի անգամ մի բան հիշեցի պատմեմ, մի բան պիտի անեինք, մեջտեղը մարդ կար, ու այս մարդը, որտեղ որ այդ ամեն ինչը արվում է, շատ հայտնի մարդու տարածք կա, ու ինքը տեսնում է, որ այդ տարածքում ես ոնց ուզում եմ տենց է, հիմա մի կողմից վախեցել է, բայց դեմքիցս տենում է ինձ չի ճանաչում, դա շուտ էր, մի 10 տարի առաջ էր, դե տեսնում է ինձ չի ճանաչում, ուրեմն հայտնի չեմ, մեկ է սենց անում, բա դուք իր հետ ինչ կապ ունեք, իրա մոտ եք աշխատում, ասում չէ, ընկեր եք, ծանոթ եք, ասում չէ, ես ավելի բարձր եմ, պատկերացնում եք, ես խեղճի վիճակ ուզում հասկանա, ինչ կապ ունի, ոնց թե ավելի բարձր, իրան սաղ են ճանաչում, իրանից բարձր որտե ես, որ քեզ չեմ ճանաչում, գիտեք, իրանից բարձր եմ, ոչ թե ես ավելի բարձր պաշտոն եմ, ես ուրիշ տեղ եմ, ես այստեղ հոգևորում եմ, ինքս տեղ աշխարհում մի տեղ է, որտեղ ուզում ալնի ես իրանից բարձր եմ, որտեղ ես տիրոջ մեջ եմ, կապ չունի այդ ինչ դիրքով մարդ է, կապ չունի ինչքան մարդ է իրան ճանաչում, ամեն, փառք Տիրոջը, մարդկանց հետ երբեք խեղճացած մի խոսա այն առումով, որ բա գիտեք ես ով է, ով ուզում է լինի դու Աստծո ծառա ես, քեզ երկինքն է ճանաչում, իրան ուզում է թող ամբողջ աշխարհը ճանաչի։
Ուզում եք թող սա ամբողջ աշխարհը ճանաչի։ Հետո որ խոսացինք, այդ մարդը ապաշխարեց, հետո նորեն որ ասում եմ բոլորը պոլկաներով հավաքվեց իր մոտ, էլի ինչ եմ ասում ես, էլի։ Ես ով եմ, այն մարդը ով է։ Լավ, այդ մարդը վատ մարդ չէր, խնդիր ընդհակառակը շատ օգնում էր այս հարցում։ Բայց կապ չունի, ինքը ուրիշ տեղ է։ Հիմա եկել է թագավորի օգնականը։ Եկել է կանգնել է իր դրան առաջ, պատգամավոր է ուղարկում։ Եկել է ասում եմ, եկել եմ բժշկվի, գիտեք ինչ է ասում։ Եվ եղիս եմ պատգամավոր ուղարկես նրա մոտ ասելով. գնա 7 անգամ լվացվի Հորդանանում, մարմինդ քո մոտ կդառնա եւ կմաքրվես։ Նույն իրավիճակն է, եկել ասում է, եկել եմ բժշկի, ասում է գնա լվացվի։ Նայեմ, հետո պատմությունը որ կարդակ, ես չեմ կարդա, կատաղում է, փրփրում է, բա ես մտածում էի, հեսա դուս կգա, իր Աստծո անունը կկանչի իմ վրա, ձեռը կդնի վրես, պահ, ոնց կլներ։ Վերին արտի ցորենն ես։ Մի հատ էլ մի բորտոչը լավաշ ու պանիր էր տալու, ասեր ուտելով գնաս թողած չմնաս։ Պատկերացնում եք, չէ, իր մոտեցումը ինքը ոնց է պատկերացրել այդ տեսարանը։ Իսկի դուս չեկավ բարևի, ոչ թե արհամարեց, չէ, մեր բարերով ասած դրեց իր տեղը։ Դրեց իր տեղը։ Քո դիրքը, իմ դիրքը այնքան բարձր է, որ պարտադիր չի դուս կամ քեզ բարևեմ։ Պատգամավորն էլ է հերիք, որ գա քեզ ասի։ Հա եկել է, լսի մի հատ գեզի, մի հատ գնա, ասա թող գնա լվացվի 7 անգամ։ Այսինքն, չէ, ոնց կլինի, պետք է ձեռնադրես, չէ։ Գիտես, նույնը մեր գծածով է, շատ իրավիճակներում մենք էլ ենք տես մտածում։ Հեսա գնա մեզ ճիշտ մարդը աղոթի իմ համար, ձեռնադրի մի հատ յողովոցի, հենց ինքը։ Ինձ մեկ ասեմ, գնում եմ ուրիշ քաղաք, մոտենում են ասում են, ես եկել եմ վստահ եմ։ Բերել ասենք, երեխեն ու շատ վատ խնդիր ունի ենթադրենք, շատ է լինում տենց։ Կամ ինքը ինչ որ մեծ պարտքեր ունի, ինչ որ մի բան։ Ես գիտեմ, ասում եմ, հենց դու ձեռդ դնես աղոթես, սա գնալու է։ Ուզում ձեռը վերստեմ ասեմ, այ քուրիկ ջան, քո ձեռն էլ իմ ձեռն է, նույն ձեռն է։ Քեզ բժշկող է Հիսուսն է, պարտադիր չի ես ձեռնադրեմ, որ ինքը քեզ բժշկի։ Պարտադիր չի ես գամ քո մոտ, որ ինքը բժշկի։ Բոլորը սիրում են այդ, գիտես ինչ է տարժեստվեն այդ հատուկ sense ինչ որ արարողությունը։ Ձեռդ կդներ վրես, ասում ա կաղոթեր։ Գիտեք, այս պատմությունը որ կարդում էինք մենք պալատականի մասին, որ որդին հիվանդ է, այդ պատմությունը գրած է Հովհաննեսի ավետարանում։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր, որ դու ուշադիր կարդաս Հովհաննեսի ավետարանը, այդ ավետարանի մեջ Հիսուսը ձեռնադրություններով բժշկություն չի անում, հեռվից է ասում։ Հովհաննեսը ոնց որ հատուկ վերցած է մի պատմություններ, հենց դες պատմություններ։ Իշ մեկ են հարուրապետի ծառանել ասեց գնա, ծառատ բժշկված է։ Ինչ որ հերավոր հրաշքներ է անում Հիսուս առանց ձեռնադրության։ Գիտեք ինչի, որտեվ Հովհաննեսը որ գրում էր այդ ավետարանը, գրում էր արդեն եւ Հիսուսը վաղուց հարություն էր առել, աշակերտներին բոլորին սպանել էին, մնացել էր մենակ ինքը, ժողովրդի հավատքը սառել էր, Հիսուսը էլ մեր հետ չկա, բա ինչ ենք անելու, ու ինքը հատուկ ուզում է ամեն անգամ հիշացնի ժողովրդին, ժողովուրդ ջան, Հիսուսը հիմա էլ է Հիսուս, նայեք ինքը ընդեղ հրաշքը լինում էր, պարտադիր չի Հիսուսը կողդ կանգնի իր ամեն կերպարով, որ ինքը քայլ անի քո կյանքում։ Դες կարդացեք Հովհաննեսի ավետարանը, առանց ձեռնադրության Հիսուսը բժշկություններ ազատագրումներ է անում, առանց ձեռնադրության։ Բայց մարդիկ սիրում են, գան, կպնեն։ Երեմիայի 23-23-ում գիտեք ինչ է գրած։ Միթե ես մոտիկից եմ Աստված, ասում է Տերը, եւ հեռվից Աստված չեմ։ Ինչ կապ ունի որտեղից ես ինձ դիմում, ես որտեղ եմ, ասում է։ Միթե ես մոտիկից եմ մենակ Աստված, հեռվից Աստված չեմ։ Տեսեք, մոտիկն էլ հեռուն էլ իրանք տարածության մեջ են։ Մոտիկ տարածություն, հեռու տարածություն։ Տարածությունը Աստված է ստեղծել, ինքը տարածության մեջ չի։ Այդ իր ձեռքերի մեջ է։ Աստված տարածության մեջ չի։ Երբ որ գիտեք երբ ենք մենք խառնաշփոթ ունենում, որ փորձում ենք տարածությունից դուրս Աստծուն բերենք մտցնենք տարածության մեջ։ Ժամանակից դուրս Աստծուն բերենք խցկենք ժամանակի մեջ։ Դրա համար շատ աշխարհիկներ հարցնում են,
Բալավ, որ Աստված այս ինչը ստեղծել է, բա Աստծուն ով է ստեղծել։ Ստեղծվում են ժամանակի մեջ։ Աստված ժամանակից դուրս է։ Դրա համար է ուզում մեր սահմանափակ ուղեղին հասկացնի, ասի, ես եմ սկիզբն ու վերջը։ Այս ամեն ինչը տարածությունը ժամանակը ունեն սկիզբ, ունեն վերջ։ Ես եմ այդ սա։ Ես տարածության մեջ չեմ, հա։ Փառք Տիրոջը։ Ես ժամանակի մեջ չեմ, որ ես ստեղծվեմ։ Որտեղ ամեն ստեղծված ժամանակ ունի, չէ՞։ Մեկ-մեկ մարդիկ, որ հարցնում են, ասում են, ասում են Աստված չկա, ասում եմ, երբ ես ծնվել, որ թվին, ասում է, դե 81, ասում եմ, ինչ 81, 1900, ինչից հետո ասում եմ, ոնց ինչից, 1981 թվին ինչից հետո, դե Հիսուսի ծնունդից, բա ասում ես Հիսուս չկա, դաժե քո ծննդյան թիվն է Հիսուսով չափվում, քո ծննդյան թիվը գրվում է 1981 թիվ Քրիստոսի ծնունդից հետո, էլ ոնց եղավ որ Հիսուսը չկա, բայց դու այդ օրն ես ծնվել, ուրեմն դու չես ծնվել, բայց նայեք, ամեն մի ծնված, ստեղծված բակ ունի ստեղծման օր, ամսաթիվ, հա, ժամանակ, ժամանակի մեջ է, Աստված ժամանակից դուրս է, ամեն ինչ ունի տարածություն, ստեղծվել է, այս ինչ ժամանակում, այս ինչ տեղում, ծնվել է 76 թվականին Երևանում, ժամանակ, տարածություն, Աստված տարածության ժամանակի մեջ չի, դրա համար ինքը չի ստեղծվել, ինքը հավերժա, հա, ու ինքը այդ ամեն ինչը բերել է իր ձեռքերի մեջ, ստեղծել է ժամանակ, մեջը տեղավորել է այս տարածությունը, հա, այս ամեն ինչը խսկված է իրար հետ Աստծո ձեռքերի մեջ, դրա համար երբ որ մենք դիմում ենք, կապ չունի, մենք մտածում ենք, հա դե ախր ստեղ ուրիշ ներկայություն է, ստեղ դիմեմ, Աստված ստեղ է, Աստված ամենուր է, կամ ես ինչ իմ համար աղոթի, ես բան չունեմ ասելու, Ես էլ եմ հավատում օծությանը, ես էլ եմ հավատում, որ պարգևները գործում են, ոչ միշտ չեն գործում ու ոչ բոլորի միջոցով, այդ ամեն ինչին ես էլ եմ հավատում, բայց այդ ամեն ինչի զորագլուխը էլի Աստված է, հա, ու ինքը ամենայն հեռու տեղում, ամենամենակ քո իրավիճակում քո կողքն է, հատակը հենց թե կարա հասնի, կապ չունի, հա, պարտադիր չի ինքը գա, հիշում եք, հա, եկել էր այդ մարդի ինչի հետևից, եկել էր, որ Հիսուսին տաներ, արի բժշկի, Հիսուսը նրան ասեց, գնա քո որդին կենդանի է, և մարդը հավատաց այն խոսքին, որ Հիսուսը նրան ասեց, ու գնաց, արի բժշկի, գնա, ապրում է, հավատաց գնաց, գիտես կարար ուրիշ բան աներ, կարար հավատար, չհավատար ու նեղանար, ասեց, ես այսքան ճանապարհ եմ եկել, նեղանար ու գնար, չէ հավատաց գնաց գրածա, կարար նեղանար ու գնար, ասեց, ես չեմ հասկանում, ես ինչ հպարտություն էր, ես ինչ արհամարանք էր իմ հանդեպ, մեծահարուստ ես պալատականս եկել հասել եմ իրա մոտ, ինքը ասում է գնա, բժշկված է, կարա շարունակեր համոզեր, չէ, ասեր լավ էլի Հիսուս ջան, ինչ կլինի արի փող կտամ, քիչ գումար կտամ քեզ, կամ ինչ ուզում ես կտամ, որդու խնդիր է, կարա չէ մարդը, եկեք ռեալ նայենք, եկել է մարդը Հիսուսի մոտ, ասում է գնա, բժշկվել է, հայ ելներ, հայ եթե լիներ, անպայման ստրախովկա էր անելու, մինիմումը գիտես ինչ էր անելու, եթե չկարանար պոկեր Հիսուսից, որ գոնե աշակերտներից հետ մեկը թո հետս գա, գոնե ասել որ ես թաշկինակի վրա աղոթի տանեմ, հա, հնարավոր չի, հայ լիներ, ստրախովկան իր ապահովագրումը պետք է աներ, չեն կարա մենք, մերը ուրիշ է, հա, փառք Տիրոջը, մի բան կպոկեր, էլի ոնց լինի, սենց կիսատ հետ չգնամ, այդ ձեռից ջուրը տուտ անեմ լսնեմ, մի բան կաներ, յուղը տուտ անեմ, մի բան կաներ, էլի, հայ, մերոնք ենք, մենք լավն ենք, մեզ ստրախովկա է պետք, բայց գիտեք ինչ է գրած, հավատաց ու ընկավ ճամփա, Աստված պատասխանում է հավատքին, 51 խոսքում գրած է դեռ որ իջնում էր, նրա ծառաները նրան դիմավորեցին և ավետիս տվեցին ու ասեցին, քո տղան կենդանի է, դեռ փառք Տիրոջը, դեռ որ իջնում էր, եկան ու ավետիս տվեցին, սիրելիս, հավատքը միշտ էլ ավետիս ունի, երբ որ դու հավատում ես, հավատք է, հավատքին ավետիս է գալի, ավետիսը գիտես որն է, բարի լուրը, մեր ավոյի անունը դրել են բարի լուր, շատ լավ են արել, բարի լուրը,
Իրոք բարի լուր է եղբայրը։ Հա, հավատքը ավետիս ունի, սիրելիս։ Հավատքը ավետիս ունի։ Երբ որ դու իսկականից հավատում ես այն Հիսուսին, ում անունը տալիս ես, մեկ էլ բարի լուրը գալիս է։ Լուծվեց խնդիրը։ Հարցերդ կարգավորվեցին։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Երկար ճանապարհ էր գնում։ Ես չգիտեմ, երևի այնքան էր հավատացել, որ չէր վրազում տուն գնար, որովհետև գրածա հաջորդ օրը ճանապարհին, մոտիկ քաղաքներ էին, ինքը դուրս է եկել, հաջորդ օրը հələ ճանապարհին է։ Կամ չէր վրազում գնար։ Այնքան վստահ էր, որ եթե Հիսուսն ասելա կբժշկվելա, կամ էլ պայքարի մեջ էր։ Այդ հենց հայավարի մի քիչ գնում կանգնում էր, ասում էր կարող է հետ գնամ, ասեմ Հիսուս մի հատ թաշկինակ տուր։ Գոնե մի հատ թաշկինակ տուր։ Կամ աշակերտներից հետ մեկին տուր։ Ուզում եմ հաստատ լինի այս ամեն ինչը։ Չեմ ուզի գնամ հասնեմ ընդե ու չստացվի։ Որտեվ երկար գնաց, բայց հետ եկան ու իրան ասցին տղատ կենթանի է։ Ու գիտես ի՞նչն է հետաքրքիր։ Այդ իրավիճակում առաջի բանը գիտես որն է ցնծալը, ուրախանալը, գրկել օգնականներիդ համբուրելը, շուռ գալ ասել փառք քեզ Տեր ջան։ Գիտեք ինչ է անում։ Հələ մի րոպե։ Փաստորեն այս ամեն ինչի իրական է։ Մի րոպե ասում եմ, մի բան հարցնեմ ձեզ։ Նա էլ նրանց հարցնում էր, այն ժամի համար, որ նրանում սկսեց լավանալ։ Երբ է եղել, ասեք, ժամ ասեք ինձ։ Ժամ ասեք երեխեն երբ է լավացել։ Եվ նրան ասեցին, թե 3 ժամը 7-ին տենդը թողեց նրան։ Ազատագրվել է այդ դևից, տենդից։ Թողեց իրան ասում է։ Ժամը 7-ին տենդը թողեց իրան։ Ու գիտեք ինչն է հետաքրքիր։ Հարց ու փորձն արեց։ Ժամը 7-ին 7-ին Հիսուսն ասեց գնա։ Երեխեդ առողջ է։ Ու գրած է հաջորդ խոսքում այն ժամանակ հայրը իմացավ, թե նույն ժամն է, որ Հիսուսը նրան ասեց, թե քո որդին կենդանի է։ Ստուգումը անցավ։ Սա պատահականություն չէր։ Միամիտ չլավացավ տղաս։ Հենց այդ ժամին էր։ Մեկ որ մեկը բժշկվում է, աղոթում ենք, բժշկվում է ու կողքից բոլորն ասում են, դե օրգանիզմը պայքարեց։ Օրգանիզմը պայքարեց, Աստծո հետ կապ չունի։ Մարդիկ գալիս են 7 տարի, 17 տարի, չբեր, երեխա չեն ունենում։ Աղոթում են, գնում են մի տարուց երեխու հետ գալիս են, բարեկամներն ասում են, դե տես լինում է էլի մեկ։ Հա լինում է, ուրիշ մարդ էլ գիտեմ, 7 տարի, 10 տարի չի ունեցել է։ Չէ, այս մարդուն մի բան էր պետք հասկանա։ Այս իմ հավատքի պատասխանն է, թե չէ։ Հիսուսը իրական Աստված է, թե չէ։ Որ ժամինակ ասեք, որ ես վերջնական մոռանամ այս խնդիրը, որ վերջնական էլ չկասկածեմ։ Գրած է այն ժամանակ հայրը իմացավ, թե նույն ժամին է, որ Հիսուսը նրան ասեց, թե քո որդին կենդանի է։ Պատահականություն չկա։ Աստծու մոտ պատահականություն չկա, սիրելիս։ Այդ մեզ շատ սիրելի Պարուր Սևակի մոտ կա պատահականություն։ Ասում է պատահաբար են հանդիպում կյանքում անհրաժեշտաբար հրաժեշտ տալիս։ Պատահաբար ոչի բան չի լինում Աստծու մոտ, հա։ Հանդիպումներն էլ պատահաբար չեն։ Ամեն ինչ Աստծո ձեռքերում է։ Բժշկությունն էլ պատահաբար չի։ Եվ շարունակության մեջ գրած է հավատաց ինքը եւ նրա բոլոր տունը։ Մի հատ հրաշք ամբողջ ընտանիքի ապաշխարության առիթ դառավ։ Այդ որ ասում է բոլոր տունը, ուզում եմ դու հասկանաս, այդ բոլոր տունը մեծահարուստ պալատականի տուն էր, երես առած, ինքնասիրահարված, հարստության վրա հույս դնող, ուրիշներին ոչ մի բան համարող, մեծահարուստի տուն էր։ Բայց գրած է հավատաց ինքը ու իր բոլոր տունը։ Քո հավատքի պատասխանը քո շատ բարեկամների սրտեր կարա փշրի, շատ հարազատների կարա չոքացնի Տիրոջ առաջ։ Այն որ դու տարիներով խոսում ես, Հիսուսի չեն ուզում լսեն։ Բայց մի հատ պատասխանը, մի հատ ավետիսը ամեն ինչ խառնեց իրար։ Մի հատ հավատքի պատասխանը։ Հավատաց եւ ինքը եւ նրա բոլոր տունը։
Այսօր աղոթք ենք անելու։ Ես չեմ ձեռնադրելու ոչ մեկին, ոչ հիմա, ոչ ծառայությունից հետո։ Առավել ևս ծառայությունից հետո ոչ մեկ խնդրում եմ չմոտենա, ստեղ դահլիճը պետք է շուտ ազատեք, որովհետև ստեղ ուրիշ ծառայություններ ա լինելու։ Այսօր մենք իրար հետ աղոթելու ենք, ես չեմ ձեռնադրելու։ Աղոթելու ենք քո խնդրի համար։ Առանց ձեռնադրելու, հերվից երկնքից լսում են քեզ, հա։ Վերցնելու ես քո խնդիրը ու աղոթք անենք։ Կապ չունի ինչ խնդիր է։ Անկամ եթե եկել ես հատուկ 432 կիլոմետր քշել ես, եկել ես, որ մի հատ աղոթք անենք քո համար։ Հիսուսը ստեղ է, ստեղ չկա մեկը, որ Հիսուսի նման կարողանա քո համար հարց լուծի։ Ինքը ստեղ է, հա։ Դրա համար ոչ մեկ այսօր ոչ մեկի չի ձեռնադրելու ստեղ։ Հիմա բայց աղոթք ենք անելու հենց քո խնդրի համար։ Բայց մինչև աղոթքը ուզում եմ մի հատ վկայություն կարդանք, մի հատ վկայություն։ Էլի հավատք, էլի պատասխան, էլի ընտանիքի ապաշխարություն։ Փետրվար ամսին ես Սոչիում մենք ունենք հովվական համաժողով, մոտ մի 600 հովիվներով հավաքված քննարկումներ էինք անում, հա։ Մեկ էլ ինձ գրեց Տաջիկստանի հովիվը, նախկին մուսուլման ապաշխարած, գրեց հովիվ գոր խնդրում եմ էլի, եթե հնարավոր է ձեր եկեղեցու ծառայողներից մեկին ուղարկի, այնտեղ Մոսկվայում մի հատ տղա է մահանում տաջիկ։ Ես խնդրում եմ, թող գնան մի հատ իր համար աղոթեն ու ջրով մկրտություն անեն։ Ռեանիմացիայում մահանում էր այդ տղան, ես կխնդրեմ նկարը ցույց տաք առաջի։ Մահանում էր, ինքը որպեսզի պատկերացնեք 100%-ով թոքերը չկար, հրաժարվել էր։ Լյարդը 4% էր աշխատում, լյարդը։ Ուրեմն ամբողջ մարմինը աներ, այդ լեյկոզ էր, ամբողջ մարմինը ու թունավորվել էր մարմինը, տեսնում եք ամբողջը բշտիկները։ Թունավորվել էր ու 100%-անոց ինֆեկցիա։ Բժիշկները թողել են մահանա։ Այս տղան էլ նոր ապաշխարած է, մուսուլման, նոր ապաշխարած, նոր է Քրիստոսին ճանաչ, չէ մահանում է։ Բայց ուզում էր ջրով մկրտվել նոր մահանար։ Ջրով մկրտվի նոր մահանա։ Զանգեցի ավետին մեր, ավետիսին, հա։ Ասում եմ ավետիս ջան, մեր եպիսկոպոսներից ով է ազատ։ Մեկը գնա աղոթի, ասեց ես ազատ եմ, կգնամ։ Ասի լավ։ Մի հատ ասի տազիկ վերցրու փուչուր, մի հատ փուչուր տազիկ վերցրու։ Դե իրան չի կարելի ռեանիմացիոն մտցնել ջուրը։ Որտե մտցնես կամ ով կթողի քեզ վաննա մտցնես։ Ասի մի ջուր կվերցնես, իր այդ ամեն ինչը կանեք, ջուրը կլստես գլխին, որպես մկրտության նշան։ Մարդը ուզում է մկրտվի նոր մահանա, հասկանում եք։ Նոր ապաշխարի եւի լսել է, որ եթե ջրից հոգուց չմկրտվես երկինքի արքայություն չես ժառանգի։ Ավետին ասեցի կգնաս ջրով, կմկրտես, տազիկը ֆոտո արեց ուղարկի, տեսես լավ է, ասի հա։ Հաղորդություն կանես իր հետ, յուղով կոծես, կաղոթես կգնաս։ Ավետս գնում է այդ ամեն ինչ անում է, ընտանիքը եկած, մուսուլմաններ, պատկերացրեք։ Անում է գնում է տուն։ Գիշերը Հիսուսը գալիս է իր մոտ։ Ասում է ասա, որ դու բժշկված ես։ Այստեղ կամանց ասում է ես բժշկված եմ, ասում է չէ, բարձր գոռա։ Ռեանիմացիայում իր նման մի քանի հատ հիվանդ պարկած, ամանչում է, մի քիչ բարձր ասում է քեզ ասեցի բարձր ասա, ես բժշկված եմ։ Բարձր գոռում է, ես բժշկված եմ ու ամեն ինչ վերջանում է։ Գնում է։ Հիսուսը գնաց ինքը քնեց։ Հələ քնել է, սպասեք։ Հələ քնել է։ Հələ բան չի եղել, հələ քնել է։ Հիսուսը գնաց ինքը քնեց։ Հաջորդ օրը ես կխնդրեմ երկրորդ ֆոտոն ցույց տաք իրը։ Այսենց։ Հաջորդ օրը Ավետ ասում է այն տեղերը մանավանդ որ յուղով օծել ենք, յուղը չռացել էր մի քիչ sense կատ։ Բոլոր այդ վերքերը գծով բոլոր միանգամից էին չորացել։ Որոշ վերքեր մնացել էր, երրորդը ցույց տվեք, հիմա այսենց է ինքը։
Հիմա իշքան ուզում է թող իր բարեկամներն ասեն, չէ, Հիսուս չկա, ես իմին չկա։ Իշքան ուզում է թող ասեն։ Ամբողջ հարազատությունը հասկացա, որ Հիսուսն է Տերը։ Ընկել էին Ավոյի հետևից բաց չէին թողում։ Բարեկամներով Ավոյի հետևից էին։ Ինձ անձնական Սիմեյնի աղոթողն Ավոն։ Հա? Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն սիրելիս։ Գիտեք ինչ տեղի ունեցավ։ Ասում է Հիսուսը եկել էր, լսեց, որ Հիսուսը եկել է իրանց քաղաք։ Ես կխնդրեմ, ոտքի կանգնես։ Լսեց, որ Հիսուսն եկել է իրանց քաղաք։ Եկել է Կաննա, այնտեղ որտեղ արդեն հրաշք էր արել։ Ես ուզում եմ մի կարևոր բան ասեմ։ Հիսուսը այսօր էլ ստեղ է եկել։ Քո կողքն է։ Հիշում եք, չէ՞, գիշերով եկավ մոտ ասեց. ասա որ դու բժշկված ես։ Նենց չի որ քեզանից բան է կախված, բայց քո շուրթերից եմ ուզում լսեմ, հենց քեզանից։ Ասա որ դու բժշկված ես։ Չէ, մի աման չի, բայց գոռամ քնած են մարդիկ գիշերա, բոլորն էլ իմ նման հիվանդներ են, ամեն մեկը մի հատ սուր խնդրով։ Ասա։ Ասա ինչ որ քեզ ասում եմ։ Ես ուրիշ ճանապարհ ունեմ քո համար։ Հիմա քեզ պետքա մենակ մի բան։ 3 բառ ասես։ Ես բժշկված եմ։ Հա? Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծուն։ Մենք հիմա աղոթելու ենք։ Առանց ձեռ դնելու, պետք չի կողքինը քո վրա ձեռ տնի։ Ինչ խնդիր ուզում ա ունենաս։ Ինչ խնդիր ուզում ա ունենաս։ Եկավ ասեց, իջի մահանումը, ասեց գնա ապրումը։ Ես արդեն իրան կպել եմ։ Ես ճանապարհել եմ տեսել։ Ես քո սիրտն եմ տեսել, քո լացակումած ճամփանգնելը, իմ առաջ գալը, այսքանի առաջ քո եսը դրել ես մի կողմ, եկել ես մի հատ հասարակ կիսագյուղի մի հատ եղբորից բան ես խնդրում, պալատական լինելով, Տերել ասում ես, այդ ամեն ինչ ես արդեն տեսել եմ, ասում իջի, գնա, դու գնա, ես չեմ իջնի, դու իջի, իջի բժշկվել է։ Հիմա այսօր դու ստես ելիս, ամեն մեկդ մի բանի մեջով անցնում եք, ամեն մեկդ մի բան զոհում եք, ամեն մեկդ կներես ինչ որ թուքում մուրի միջով ես անցնում, երբ որ իմանում եմ, որ հավատքի ես եկել։ Ամեն մեկս մեր բաժին զոհ ունենք, հա, Հիսուսին մոտ գալու համար։ Հիսուսը տեսնում է այդ ամեն ինչը։ Դրա համար էլ ասում է, գնա բժշկվելա, գնա օրհնվելա, գնա միաբանվելա, գնա ապրումա, գնա շնչումա, գնա խաղաղությունա եկել։ Ամեն ինչ իր ձեռնն է։ Մենք հիմա աղոթելու ենք դրա համար։ Իրար հետ։ Ես ուզում եմ քո խնդիրը վերցնես, դնես Տիրոջ առաջ, ասես Տեր, քանդվում է, մեռնում է, ցավում է, անհանգստանում է, վախենում է, ինչ որ խնդիր է առաջացել, ես չգիտեմ։ Բայց մենք իրար հետ աղոթենք։ Աղոթենք, որ Տերն ասի, գնա ապրում է, գնա օրհնվում է, գնա կարգավորվում է, գնա ֆինանսական հարցեր լուծվում է։ Ամեն։ Տեր Հիսուս, դու տեսնում ես մեր խնդիրները, դու գիտես մեր ամեն ցավերը, դու գիտես մեր տանջանքները, մեր արցունքները, մեր հառաչանքները, մեր գոռոցները, Տեր, դու ամեն ինչ գիտես մեր կյանքում, Տեր։ Մենք խնդրում ենք հիմա, քո համար չկա տարածություն, չկա ժամանակ։ Մենք խնդրում ենք ամենակարող Աստված, որ հենց հիմա լուծում տաս, Տեր։ Հենց հիմա, Տեր, լուծում տաս ամեն խնդրի, քո երկնային զորությունով, իջացրու փառքը, Տեր, վերացրու ամեն կապանք ու խնդիր, ստեղ գտնվող ամեն մարդու կյանքից, մեզ լսող ամեն մեկի կյանքից, Տեր, փառքդ իջացրու, Տեր, կապ չունի ինչ որ մեկը Սիբիրից է լսում, Ամերիկայից է լսում, թե Ավստրալիայից է լսում, թե հյուսիսային սառուցյալ օվկիանոսում նավի մեջից է լսում, Տեր, ոչ մի նշանակություն չկա, քո համար չկա տարածություն, դրա համար մենք խնդրում ենք քո երկնային օրհնությունը, քո երկնային միջամտությունը, Տեր,
իջացրու փառքդ, լուծի ամեն խնդիր։ Հիսուսի զորավոր անունով, եղի բժշկված, եղի ազատ, թող քանդվի ամեն կապանք, թող կառուցվի ամեն օրհնություն։ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Փառք ամենակարող Աստծուն։ Փառք մեր Աստծուն։ Սիրելիս, Աստված մի ուրիշ լուծում ունի քո համար։ Մի ուրիշ ճանապարհ, մի ուրիշ լուծում։ Ու այնքան է լինում, որ լրիվ հակառակն է քո պատկերացրածից։ Այնքան է լինում, որ լրիվ ուրիշ ուղղությունով է հասնում նույն քո պատկերացրածը։ Այստեղ շատերը գիտեն, ես 2 օրով տնից դուրս եմ եկել, արդեն 25 տարի չեմ վերադարձ։ Հասկանում եք, Աստված ուրիշ ճանապարհներ ունի։ Դու պատկերացնում ես, գծում ես, ֆանտաստիկ, այնքան խելոք ես։ Այնքան ցեն ծրագրեր ես գծում։ 2 օր։ Կարող ամեն ինչ փոխի Աստված, ասի գնում ենք տուն, հիմա իմ հետ ես, իմ ծրագրերը գծի։ Դրա համար Աստված մի ուրիշ լուծում ունի։ Մեր գործը իրան վստահելն է։ Մերը չտալը առաջ, չստիպելը, որ մեր ուզածով քայլի չի լինի։ Չի լինի, սիրելիս։ Դու չես կարող երկնքի երկրի առաջի ձեռից բռնես ու ասես արի իմ հետևից այս ճանապարհով։ Դա ծիծաղալու է։ Աստված ամեր ձեռքից բռնում տանում է իր ճանապարհով։ Հա, ինքը ունի ճանապարհ քո համար, ապահով օրհնված։ Ինչքան փորձես պայքարես իմ խելքով, իմ զորությունով, իմ ընկերությունով, ինչքան պայքարես իր դեմ, այնքան քեզ վնաս է լինելու։ Ինչքան որ գալի հանձնվում ես, ասում ես չէ թեր, քո իմաստությունով, քո ուզածով, քո ճանապարհով, այնքան կյանքդ օրհնվում է սիրելիս։ Տեր օրհնի քեզ, մի ուրիշ ճանապարհ ունի Աստված քո համար։ Աստված օրհնի քեզ։ Մինչև կավարտենք այսօրվա ծառայությունը, ես ուզում եմ մի հարց տամ։ Կամարդ այսօր որ առաջի անգամ աստեղ, եթե առաջի անգամ է ձեռքդ բարձի ողջունեն քեզ, կան այդպիսի մարդիկ։ Աստված օրհնի ձեզ։ Փառք Տիրոջը ամեն մեկիդ համար։ Ես խնդրելու եմ քեզ, եթե դժվար չի, իջի առաջ, ես էլ գամ մի հատ կարճ աղոթք անենք իրար հետ։ Այսօր Աստված մի ուրիշ լուծում ունի քո կյանքի համար։ Եթե առաջի անգամ ես, արի առաջ, իրար հետ աղոթենք։ Եթե այսպիսի եկեղեցում դեռ չես եղել, կյանքը չես տվել Տիրոջը, առաջի անգամ ես, այսօր քո օրն է, սիրելիս։ Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, օրհնված լինեք, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Աստված օրհնի, Տեր օրհնի շատ, օրհնված լինեք, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի շատ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ շատ, Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի ձեզ, հրաշք, Աստված օրհնի քեզ, Տեր օրհնի ձեզ, Փառք Տիրոջը ձեր համար, Աստված օրհնի, ես չեմ դադարի, Աստված օրհնի, Աստված օրհնի ձեզ շատ, Пусть Бог благословит вас, Пусть Бог благословит вас, Աստված օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ շատ, Աստված օրհնի, կա էլի մարդ, որ կյանքը դեռ Տիրոջը չի տվել, առաջի անգամ աստեղ, Աստված օրհնի, օրհնված լինես, Пусть Бог благословит вас, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, հրաշք օրհնված լինես, ես գնամ են կողմն էլ բարևեմ, տեսնեմ ում չեմ բարևել, ձեզ չբարևեցի ես, Աստված ոչինչ մի անգամ էլ կբարևեմ, Տեր օրհնի ձեզ շատ, Փառք Տիրոջը ձեր համար, ձեզ այ քեզ չեմ, չէ բարևե հրաշք, Աստված օրհնի քեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ, Տեր օրհնի ձեզ էլ շատ օրհնի, ձեզ էլ շատ օրհնի, գանձես դու 1000 անգամ շատ օրհնված ըրնես, հա, վայ, աուն ինչ հա, վայ հրաշք, Աստված օրհնի, օրհնի, Տեր օրհնի քեզ եղբայր, Տեր օրհնի ձեզ, Փառք Տիրոջը, գիտեք ինչի համար եմ ձեզ կանչել, մի հատ կարճ աղոթք կա, որ պիտի իրար հետ անենք, իրանք բոլորն էլ ստեղ իջել են, քեզ ազատ զգա, մի մտածի ես հետևից այսքան մարդ նայում է ինձ, իրանք մի անգամ, ամեն մեկս էլ մի անգամ իջել է, առաջ իրա քայլն արի, ես քայլում եմ դեպի Հիսուսը, ու ասում եմ կյանքս քեզ եմ տալի Հիսուս, այսօր դրա համար ես դու իջե, որ մենք իրար հետ աղոթք անենք, հա, դալիճը մեզ օգնելու է, մենք իրար հետ աղոթենք, ինչ ենք ասելու, եկել ենք ասենք Հիսուս, մինչև հիմա ոնց ապրել եմ կներես, էր իմ մեղքերը, մեղքեր գործել ենք, չէ,
Սուտը որ հաստատ կա, մեկին չսիրելը, չներելը, չգիտեմ, ինչ որ մի քայլ անելը, մի վատ բառ մեքենայով դիմացդ կտրեցին մի վատ բառ ասելը, հա? Եկել ենք ասենք Տեր ջան կներես։ Ինքը խաչի վրա քո մեղքերի գինը վճարել է։ Իմ մեղքերի, քո մեղքերի համար խաչվել է։ Հիմա մնում է դու իր արած զոհը ընդունես։ Ընդունես այն ինչ որ ինքը արել է քո համար, հենց քո, որտեվ ինքը հենց քո համար է խաչվել, հենց իմ համար է խաչվել։ Հենց քո, ոչ թե կողքինիդ, քո համար, հենց քո համար է խաչվել։ Ու այսօր այնտեղն է, որ ասես Հիսուս կներես։ Քեզ ընդունում եմ, քո արած զոհը ընդունում եմ։ Եթե պատրաստ եք, մի քանի նախադասություն է, ես ասելու եմ, դուք իմ հետ կրկնեք, լավ։ Ես կխնդրեմ, ովքեր համացանցով են նայում առաջի անգամ են, դուք իմ հետ կրկնեք։ Փակի աշկերդ, դու ես քո Աստված, փակի, որ ոչ մեկ քեզ չխանգարի։ Փակի աշկերդ, ասա երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես ներողություն եմ խնդրում իմ արած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում դրանցից։ Ես հավատում եմ, որ դու խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալի։ Եկ թագավորի իմ կյանքում եւ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Տերը օրհնի ձեզ։ Ես կախարդական խոսքեր չէր, որ դու ասեցիր։ Դու նոր երկնքի երկրի առաջ ասեցիր սատանա հերիքա, ինձ խաբես, քո կեղծ առաջարկներով կյանքս խորտակես։ Ես Քրիստոսի սեփականությունն եմ։ Ես իմ կյանքը իրան եմ տալիս։ Քրիստոսն էլ վերցնում ասում է, բալես դե կտենաս կյանքը որն է։ Ինչեր մա կյանք չէր, որ դու ապրում էիր։ Առանց Հիսուսի կյանք չի սիրելիս, կապ չունի, ստեղ ես ապրես, որտեղ ուզում է, ոնց ուզում է անցնես։ Առանց Հիսուսի կյանք չկա, գիտես ինչի, որովհետև ինքն է կյանքը։ Հասկանում ես, եթե դու ամբողջ կյանքդ մութ տեղ ես ապրում, դու չես ապրում, որովհետև կյանքը լույսի մեջ է։ Դու մտածում ես, դե էս է երևի կյանքը, սենց է ձևը, որովհետև լույսը չես տեսել։ Բայց մի օր լույսը վառվում, ասում ես, փաստորեն լույս կա։ Այ լույսը հենց Հիսուսն է։ Լույսը, գիտեք, լույսը ինչ է։ Լույսը աշխարհի ամենաարագ արագությունն է շարժվող։ Հա, ամենաարագ չափման միավ լույսի արագություն են ասում, չէ՞։ Հիսուսն ասաց, ես եմ լույսը։ Հա, իմ մեջ է, ինչ ուզում եք մանգակ իմ մեջ է։ Նոր դու ասեցիր, ես իմ կյանքը տալիս եմ լույսին, Հիսուսին։ Հենց նոր դու երկնքի երկրի առաջ այդ խոսքերն ասեցիր։ Պողոս Արաքյալն ասում է, թե սրտովդ հավատում ես, շուրթերովդ ասում ես, դու փրկվեցիր։ Փրկվեցիր ոչ թե որովհետև մի մեծ բան արեցիր Աստծո համար, չէ, իր արած մեծ բանը ընդունեցիր քո կյանքում, այդ է մեր փրկությունը։ Երբ որ մենք ընդունում ենք Հիսուսի արած զոհը, այնպես որ բարի գալուս Աստծո ընտանիք սիրելիս, Աստված օրհնի քեզ, մեր եկեղեցու դռները միշտ բաց է, ամեն չորեքշաբթի շաբաթ մենք այստեղ հավաքվում ենք պաշտելու մեր Տիրոջը։ Կարող ես գալ, միանալ, եթե ուրիշ տեղից ես կարող ես գտնել եկեղեցի, որտեղ որ հավատում են Սուրբ Երրորդությանը, գնում են Հիսուսի հետևից։ Բայց հիմա կխնդրեմ չշտապես գնալ, տեսնում եք մեր եղբայրն ու քույրը, մեր հիասքանչ եղբայրը, մեր հիասքանչ քույրը, իրանց ձեռքում մենք ունենք Հովհաննեսի ավետարան, դա նոր կտակարանի մի մասն է, կյանքի ինստրուկցիա է, Հիսուսի կյանքն է, ծառայությունը, ոնց ինչ արեց Հիսուսը իր ապրած տարիների ընթացքում։ Կարճ, բայց ինստրուկցիա դու ոնց ապրես, որ ճիշտ լինի, նայելով Հիսուսի արածին ու ասածին, լավ։ Մենք ուզում ենք դա քեզ նվիրենք, ուզում ենք ծանոթանանք քո հետ։ Դրա համար ես կխնդրեմ դու իրանց հետ բարձրանաք վերև, համ կհյուրասիրվենք, կշփվենք, համ էլ կծանոթանանք, համ էլ սա ձեզ կնվիրենք։ Բարով ես եկել մի անգամ եւս, Աստված օրհնի քեզ։ Կխնդրեմ ձեր ծափահարությունների ներքո, խնդրեմ գնաք իրանց հետևից, լավ։ Տերը օրհնի ձեզ։ Դու կարաս մնաս, հա? Դու կմնաս? Հա, մնում ես, թե գնում ես։ Աստված օրհնի շատ։ Տիրոջ օրհնությունը հետդ լինի։ Այսինքն իրանց հետ բարձրացեք, Տերը օրհնի ձեզ։
Սիրելիս դու էլ պարզի ձեռքերդ ընդունի օրհնությունդ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը, Սուրբ Հոգու զորությունը, կրակը, առաջնորդությունը ամեն մեկիդ կյանքի վրա լինի Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Տիրոջը, Աստված օրհնի քեզ։ Գնա խաղաղությամբ։